Չեխիայից 17 գործարար այսօր Երևանում ներկայացրին իրենց ընկերությունները։ Դրանց մի մասը Հայաստանում արդեն գործում է, որոշներն էլ փորձում են գործընկերներ գտնել։ Մենք այստեղ ներկայացված ենք անցած տարվանից։ Զբաղվում ենք ցողունային բջիջների հետազոտությամբ։ Համագործակցում ենք ձեր հիվանդանոցներից մեկի հետ, եւս մեկի հետ բանակցությունները շարունակվում են։ Պրահայի կենտրոնական Պուրակ ծրագրի շրջանակում բնակարաններ ենք վաճառում։ Հայաստանի քաղաքացիների համար 20 տարվա հիպոթեկի տարեկան տոկոսադրույքը 3.6% է։ Կազմակերպում ենք նաև ձեր ուսանողների անվճար ուսուցումը Պրահայում։ Հայաստանում ներկայացուցչություն դեռ չունենք, գործընկերներ ենք փնտրում։ Համաժողովում հայկական ընկերությունները եւս հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արտադրանքը։ Մեր երկրում ներդրումային ներուժ ունեն ենթակառուցվածքները, հիդրո եւ ատոմային էներգետիկան, արտահանման հնարավորություններ, սննդարդյունաբերությունը։ Առկա են լավ պայմաններ զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար, քանի որ Հայաստանն ու Չեխիան ունեն պատմամշակութային հարուստ ժառանգություն, մեր երկրները կապող ուղիղ չվերթ, դյուրացված վիզային ռեժիմ։ Պայմանները համատեղ գործունեությամբ, գործարարությամբ զբաղվելու համար դառնում են ավելի ազատական, ավելի հեշտ եւ ավելի գրավիչ։ Այս ամենից հետո մնում է մի կարևոր բան, որպեսզի այս տեղեկատվությունը հավելպատշաճի փոխանցվի գործարարներին։ Ընդհանուր առմամբ Հայաստանում այսօր գործում է չեխական կապիտալով 20 ընկերություն։ Անցյալ տարի Չեխիայից ներմուծել ենք մոտ 20 եւ արտահանել $1.5 միլիոն արտադրանք։ Հրայր Մանուկյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։